Անմիջապես տեղավորվում է Միացյալ Նահանգների անմիջական հետաքրքրությունների եւ շահի շրջանակներում, այսինքն նրանք փորձում են պայծ դրությամբ մաքսիմում լայնացնել իրենց ազդեցությունը այն ռեգիոններում, որտեղ նրանք կարող են հակազդել Չինաստանի գնալով ավելի լայնացող ազդեցությանը։ Թրիպն էլ պարբերաբար նշվել է, որ հնարավորություն կտա միջին միջանցքի համատեքստում ունենալ ճանապարհի մի հատված, որը որևիցե կերպ չինական պրոյեկտի, մեկ ճանապարհ, մեկ գոտի պրոյեկտի մաս չէ եւ Չինաստանի կողմից չի կառավարվում կամ չի վերահսկվում որպես այդպեսին, բայց միայն դրա մասին չի անշուշտ, որովհետև այսօրվա աշխարհում պայմանավորված տարբեր կոնֆլիկտներով, իրավիճակի հեղեղուկությամբ, նույն Եգիպտոսում, Կարմիր ծովում, Եգիպտոսի հարևանությամբ Եմենի, այսպես ռազմական գործողություններով պայմանավորված Կարմիր ծովում տեղի ունեցող, որը նույն նավային ճանապարհ, նավատորմի ճանապարհների, այսպես անվտանգության տեսանկյունից լուրջ խնդիրներ է ստեղծել, բնական է, որ այլընտրանքային տարբերակներ պետք է փնտրվեին հնարավորինս ապահով կերպով, այսպես բեռների տեղափոխում իրականացնելու համատեքստում ու տարբերակները պիտի լինեին այնպիսիք, որոնք նաև չպիտի այսպես խանգարեին որպես այդպեսին Միացյալ Նահանգների կամ հակասեին ներողություն ոչ թե խանգարեին, հակասեին Միացյալ Նահանգների շահերին։